Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ այս պահին դիտողներ, իմ հյուրն այսօր լեզվաբան Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն է, խոսելու ենք նոր ուղեցույցի մասին, որն օգնելու է մեզ հաղթահարել լեզվական դժվարությունները։ Ողջույն, պարոն Գյուրջինյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Սիրով եմ եկել։ Լեզուն շատերի համար մնում է անհաղթահարելի, մանավանդ արագ փոփոխվող ժամանակներում, երբ մեծանում են գլոբալ ազդեցությունները, տեխնոլոգիական փոփոխություններից մինչև այսպես գերիշխող լեզուների այսպես շատ ճնշումը, այո, եւ այլ փոփոխությունները։ Կուզեի զրույցը սկսենք այդ ժամանակակից մարտահրավերների ու նաեւ այս ուղեցույցի հիմնական նպատակի մասին։ Այսպիսի ուղեցույցների անհրաժեշտություն միշտ եղել է, կա ու կլինի, որովհետև ճիշտ եք ասում, լեզուն անընդհատ փոփոխվում է։ Եվ այնինչ այսօր մենք կասկածի տակ ենք դնում կամ սխալ ենք համարում, կարող է մի օր հանկարծ կանոնական դիտվի։ Կամ օտար բառ է թափանցում հայերեն, մենք սվիններով ենք դիմավորում եւ փորձում ենք հայերենացնել։ Մենք այդ գործից հրաժարվում ենք, երբ տեսնում ենք, որ լավ համարժեք չի գտնվել, եւ այս մեկն էլ կարող է համալրել հազարավոր, տասնյակ հազարավոր փոխառությունների շարքը։ Եվ այսպիսի ուղեցույցները մարդուն կողմնորոշում են, ուղի են ցույց տալիս, իմանալու թե ինչ է կատարվում այսօրվա հայերենի հետ։ Այսպիսի բաներ էլի են եղել, հիմա երբ կարդաք կտեսնեք, որ կանոն է փոխվել, իրողություններ են փոխվել, եւ եթե մենք խոսում ենք լեզվական դժվարությունները հաղթահարելու ուղեցույց վերնագրով այս գրքի մասին, ապա պիտի ասեմ, որ սա ծնվել է համացանցում։ Արտ 365 AM կայքում ամեն ամիս ես ուղակի պարտավորված մեկ նյութ եմ տրամադրել եւ Հայկ Համբարձումյան եւ Շուշան Կարապետյան զույգը հրապարակել է, հետո այդ նյութերը տարածվում էին հատկապես Facebook-ում։ Եվ դուք որոշեցիք այն ամբողջացնել մի գրքում։ Ոչ թե հավաքեցի կպցրի իրար, այլ ամեն հրապարակումից հետո ծավալվում էր քննարկում։ Նյութի տակ կամ ես նամակներ էի ստանում, կամ զանգեր, կամ հանդիպած ժամանակ ինչ որ մեկը ասում էր, այս սրան էլ խնդրում ենք անդրադարձեք, այս մի բան էլ լրացրեք եւ այլն։ Ես ինքս էլ էի տեսնում, որ կարելի է լրացում անել կամ լրամշակել։ Այս նյութերը, որոնք 50 զրույց են, լրամշակվել են թղթին հանձնվելուց առաջ, երբեմն բավական լուրջ են լրամշակվել, համալրվել նոր օրինակներով եւ այլն եւ այլն։ Եվ հիմա ունենք գիրքը եւ ունենք նրա էլեկտրոնային տարբերակը Բրյուսովի կայքում եւ հատուկ ենք դա արել, որ թղթե տարբերակ չունեցողները, իսկ դրանք հազարավոր մարդիկ պիտի լինեն, հայերենով հետաքրքրված կարողանան էլեկտրոնային տարբերակին ծանոթանալ եւ այսպես հետեւել։ Թեպետ այն հետևողական ընթերցողները, որ ամեն ամիս կարդացել են, նյութին ծանոթ են, բայց չի խանգարում կամ չի խանգարի նորից նայել, տեսնել ինչ կա չկա, որովհետև ամեն ինչ չէ, որ մենք հիշում ենք եւ ուղեցույցն էլ հենց դրա համար է, որ դժվար պահին ուղիցույց տա։ Իսկ մենք կարող ենք նշել, թե որոնք են հատկապես այդ ակնհայտ լեզվական դժվարությունները։ Դուք վերնագիրն եք գրքի այդպես դրել լեզվական դժվարությունները հաղթահարելու։
Երբ ես հասկացա, որ այս գործը երկար պիտի տևի, սա մի քանի տարվա մեջ եղավ, սկսեցի մտածել, որ եթե ուղղագրությանն անդրադարձել եմ, օրինակ ԲՊՓ-ին, միշտ կատակով ասում եմ, ամեն ինչ սկսում ենք ԲՊՓ-ից, հետո մտածեցի, որ պիտի լինի նաև ԳԿՔ, այսինքն ամբողջական եւ համակարգված։ Եթե ուղղագրությունը կա, ինչու պիտի չլինի բառակազմությունը եւ նրանով պայմանավորված դժվարությունները չքննարկվեն։ Եթե այս երկուսը կան, պիտի լինի նաև բառաձևը, նրա հետ կապված դժվարություն, գոյականի հոլովում, բայի խոնարհում, հիմա այս գիտաբառերը կամ եզրույթները կամ տերմիններն ասացի ու հիշեցի, որ ես հատուկ ուշադրություն էի դարձնում, որ տերմիններով չճնշեմ ընթերցողին, որ եւ ոչ միայն տերմիններով, կարող եմ ասել քերականական, այդպես շատ երկար, բարակ, տեսական։ Դա իմ ոչն է նաեւ, այո, ես սիրում եմ պարզ ասել, ամենաբարդ բաների մասին կարելի է շատ պարզ ասել։ Եվ այդպես հասանք մինչև շարահյուսական մակարդակ, նաև որոշ իրողություններ բացատրվում էին գրափարի միջոցով կամ ավանդական ուղղագրության, չեմ վերցրել միայն արևելահայերենը, այլ նաև նախընթաց փուլերը հայերենի զարգացման եւ այսօր գործածվող մյուս ճյուղը գրական արևմտահայերենը, որպեսզի մենք եւ կարծեմ զրույցներից մեկը այդպես էլ կոչվում է, արևելահայ եւ արևմտահայ չեն հասկանում իրար, կամ բառեր, որոնք երբեմն թյուրիմացությունների պատճառ են դառնում կամ զվարճալի, զավեշտալի իրավիճակներ են ստեղծվում, դրա համար էլ արևմտահայերենն էլ կա այստեղ, որպեսզի ամբողջական լինի հայերենը, բայց սա ամբողջական չէ, եթե հիմա նստեմ նորից գրեմ, 1-2 գիրք էլ կգրվի, 1000 ու մի խնդիր կա։ Այստեղ ավելի շատ հաճախ հանդիպող այսպես իրողություններն են լեզվական, չէ՞։ Սա առաջին լեզվական շտապօգնությունն է։ Այո։ Եվ ամենատարրական բաներն էլ կան։ Ասենք մենք տեսնում ենք, մեր աչքը տեսնում է, որ շբվում են բյով։ Այո։ Դրա մասին հենց սոցցանցերում գրառումները կամ աշակերտների եւ ուսանողների հաճախ արվող սխալները կամ եթերից հնչող սխալները, դրանք բազմիցս քննարկվել են տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ Հիմա այստեղ սրանք մի գրքի նյութ են դարձել եւ մենք սա դրել ենք ոչ միայն ուսանողների համար մեր կայքում, այլ նաև լայն հանրության համար նպատակը շատ հստակ է հայերենի վիճակը բարելավել այսօր գործածվող հայերենի գրավոր եւ բանավոր հայերենի վիճակը լավացնել։ Պարոն Գյուրջինյան, ես ուզում եմ խոսենք նաև սխալներից ակումբնաբանությունից, ասենք սխալներ կան, որոնք տարիներ շարունակ մեզ ուղեկցում են եւ մենք այդպես էլ չենք սովորում։ Սխալներ կան, որոնք ձևավորվում են հենց համացանցային տիրույթում, այսինքն սոցցանցերում եւ այլն, այսինքն առօրյա շփումներում, հաղորդակցման ընթացքում կարող եք առանձնացնել դրանցից մի քանիսը եւ ասենք եւ ինչ որ ձևով հասկանանք նաեւ թե ինչու որոշ օրինակ բառեր մենք այդպես էլ չենք կարողանում սովորել եւ դրա բանավոր գործածությունը եւ գրավոր նաեւ։ Այո, այդպիսի օրինակներ կան եւ երբեմն երբ դրանց սկսում եմ անդրադառնալ, կարծեմ միտեղ ասում եմ բազմաչարչար։ Իսկապես տարիներ շարունակ հայերենագետները կամ լեզվով հետաքրքրվող մարդիկ, որոնք այսպիսի զրույցներ են վարում, նյութեր են հրապարակում եւ այլն, անդրադառնում են այդ բառերին, բայց ձեր ասածը միանգամայն ճիշտ է, զարմանալիորեն այո վիճակը չի փոխվում որոշ բառերի պարագայում։ Հիմա ենթադրություն անենք։ Ասենք տարկետում բառը։
տարբեր կետեր են, տար, կետ։ Այս կետում ուսանողը ընդհատում է իր ուսումնառությունը եւ վերականգնում է կամ շարունակում է որոշակի ժամանակ հետո։ Տարբեր կետեր են դրանք։ Բայց մենք լսում ենք տարեկետում, լսում ենք գրագետ մարդկանցից նույնպես։ Նույնիսկ կրթության ոլորտի մարդիկ են ասում տարեկետում, ինչու։ Դա չի նշանակում, որ մենք օրինակ ծաղկումնաբանությունը բառի չենք ճանաչում։ Այո, դրա համար օրինակ այստեղ կա բառակազմությամբ պայմանավորված բառը չհասկանալու պահը եւ այո, քանի որ այդ տարկետումը սովորաբար տարով է լինում, մարդկանց մեջ արտնանում է տարին եւ իրենք էլ գրագետ լինելով ավտոմատ ինքնաշխատ եղանակով ին դարձնում են եւ ունենում ենք տարեկետում բառը, որը ճիշտ չէ։ Սխալը պայմանավորված է բառակազմությամբ։ Այս սերնդի այս մարդիկ են այդ տարին զգում կամ բնազդորեն տեսնում, ուրիշներն էլ եւ այդ սխալը ուղեկցում է մեզ, մենք էլ առանց հոգնելու շարունակում ենք ուղղել, բացատրել, ուղղորդել, այս ուղղորդելն էլ է պատիժ դարձել։ Ասենք ասում ես ուղիղ, ուղղագրություն, երկուղը պիտի լինի, չէ, ին դուրս եկավ։ Հիմա այդպես գործողումը գրում են երկուղեով։ Գործի ուղարկել, ուղի արկանել, ուղի նման է ուղիղին։ Այնտեղ հնչյունափոխություն կա եւ երկուղ է գոյանում, այս դեպքում դա չկա։ Հիմա սա կրթական խնդիր է եւ ինձ թվում է, որ մեր դասավանդման մեջ պիտի սրանք տեղ զբաղեցնեն։ Մշտապես դպրոցներում եւ համալսարաններում ավելի բարձր մակարդակի իհարկե, պիտի այդ դասաժամի որոշակի շատ փոքր հատվածը տալ ամենատարածված սխալները ուղղելուն հատկացնել եւ մենք կտեսնենք, որ վիճակը կփոխվի։ Թե չէ լեզվի ուսուցման նպատակը որն է, որ լեզուն մեծ լիարժեք ծառայի կյանքի բոլոր ասպարեզներում։ Հիմա եթե մեզ խանգարող բաներ կան, պիտի աշխատենք վերացնել այդ խանգարող հանգամանքները։ Իդեպ դուք արևմտահայերենի մասին մի քիչ հպանցիկ այդպես խոսեցինք, կարևոր եմ համարում, որ այդտեղ արևմտահայերենի նույնպես անդրադարձել եք եւ ինձ շատ հետաքրքիր է, ես երբևէ առիթ չեմ ունեցել լսել, որ արևմտահայերենում նույնպես կարող են սխալներ լինել եւ այդպես ակնհայտ եւ իրենք որ պայքարեն սխալների դեմ, սխալ արտահայտությունների կամ բառերի կա նման բան։ Դա այստեղ երկար խոսակցության նյութ է դա, որքան է կիրառվում արևմտահայերենը եւ կյանքի որ ոլորտներում է կիրառվում։ Այո, այնտեղ էլ կան սխալներ, սխալ բառաձև, սխալ խնդրառություն եւ այլն։ Բայց ովքեր պիտի զբաղվեն, արդյոք կան զբաղվողները, արդյոք դրա ամբողջ արևմտահայերենին է վերաբերում, թե այս կամ այն համայնքի կամ այս կամ այն լեզվի ազդեցությամբ առաջ եկած իրողություն է, բայց արևմտահայերը մեզնից ավելի բծախնդիր են արևելահայերից։ Նրանք օրինակ պայքարում են օտար բառերի դեմ եւ շատ ուժեղ եւ շատ վաղուց այն աստիճան, որ օտար բառը տարատեսակը տարբեր էին տպում եւ տպում են կամ հայերեն տարերով չէին տպում թերթերում, այսինքն խորթ է սա մեր լեզվին եւ պիտի ասել, որ մեր շատ հայակազմ բառեր, լավ կազմություններ հայերեն, հենց մեր արևմտահայ եղբայրներն են հորինել, պատշաճեցրել, հայերենացրել։ Եվ սա ընդհանուր խնդիր է, համազգային խնդիր է։ Համազգային խնդիր է նաև, որ
մենք պիտի իրար ճանաչենք եւ իրար մարդկային մակարդակում, հոգեբանական եւ այլ առանձնահատկություններ կան եւ նաեւ մշակութային եւ լեզվական ու մշակութային, որ մենք վարքյան բարի պատճառով կամ մականուն, այստեղ մի զվարճալի զրույցներ կան։ Այո, մականունը ես մականունը ինչ է, հարցնում է Արեմտայը, Արևելայուսանողը ասում է չաղ։ Եվ Արեմտայը զարմանում է, այդպիսի հայկական մականուն կլինի, ուզում է ասել ազգանուն։ Այո։ Իրենց տետրերի վրա գրված է անուն, մականուն, անուն ազգանուն։ Հիմա սա տևեց 10 վայրկյան, չէ, երբ մենք հիմա դա քննարկեցինք։ Մի քանի 10 վայրկյան հետո մենք համազգային այս տարբերությունը կարող ենք վերացած համարել։ Կասեն մականուն, մենք կհասկանանք ազգանուն է։ Կասեն ինչ է մականունը, դուք կասեք Օհանյան։ Շատ լավ։ Պարոն Գյուրջինյան, եւս մեկ հարց ընդհանրապես լեզուն կատարելագործելու, բարելավելու մասին, եթերից առաջ խոսում էինք այլ լեզուների մեթոդաբանությունը լեզուն սովորելու, բարելավելու կամ կատարելագործելու, արդյոք հայերենը ունի այդ գործիքները, համապատասխան մեթոդները, մշակվում են արդյոք նոր մեթոդներ լեզուն ավելի հասանելի, ավելի առօրյական, ավելի հեշտ դարձնելու։ Դա տասնամյակներով ուղեկցում է մեզ, որ մենք լեզվի գործնական խնդիրները մի կողմ ենք դրել եւ տարիներ շարունակ քերականություն ենք սովորեցրել, տեսություն ենք սովորեցրել, տերմիններ գիտեն աշակերտները կամ ուսանողները, բայց հենց սկսում է խոսել, դու զգում ես, որ այս մարդը չի լողում իր լեզվի մեջ, որ իր մայրենի լեզուն է։ Դա ժառանգել է, այսպես մինչև դպրոց գնալը խոսել է, որոշակի բառապաշար ձեռք բերել եւ այլն։ Հայաստանում դասագրքեր թարգմանվեցին ու պատրաստվեցին լրամշակվելով, կոչվում է ուրախ չինարեն։ Օրինակ ուրախություն պիտի լինի լեզու սովորելու մեջ։ Այո։ Այդտեղ պիտի խաղեր լինեն, պիտի ժամանց լինի եւ այլն եւ այլն։ Մեր մասնագետները գիտեն, որ գնում են օտար լեզու սովորելու մի քանի ամիս հետո խոսում են, չէ՞։ Տարբեր լեզուներ, տարբեր բարդություն ունեցող լեզուներ։ Մենք այդ մեթոդները, որ գիտենք ու կիրառում ենք ուրիշ լեզուներ սովորեցնելու ժամանակ, դժբախտաբար չենք կիրառում հայերեն սովորեցնելիս։ Պիտի անպայման բարդ լինի, պիտի անպայման անմատչելի լինի։ Մի հույս կա, որ երբ հայերենը սկսենք օտարներին զանգվածային չափերով կամ մեծ չափերով սովորեցնել, մենք կհասկանանք, որ այդ մարդը եւ օտարն ինքը պահանջ կդնի։ Ինձ ձեր տերմինները պետք չեն։ Ինձ հայերենի տեսություն, քերականությունը պետք չէ։ Ինձ պետք են այն բառերը սկզբում, որ կարողանամ խանութ մտնել, բան հարցնել, փողոցում կողմնորոշվել եւ այլն։ Մենք տարիներ շարունակ նույն բանն եմ ասել եւ հոգնել եմ Մեզ թվացել է, որ խոհանոցի պարագաների անվանումները դպրոցական նյութ չեն կարող դառնալ։ Դրա համար էլ մեր կենցաղում շատ ու շատ բառեր չեն գործածվում։ Թավան, կաթսան, մենք որտեղ լեզուն առանձնացրել ենք կենցաղից եւ առօրյայից, բայց նախ այդ լեզուն մեզ է ծառայում, մերն է եւ որքան ամոթալի է եւ երբ սովորական զրույցի մեջ մեր առօրյական բառերը հաճախ ասում ենք օտար լեզուներով թուրքերեն, ռուսերեն եւ այլն եւ այլն եւ թեմատիկ զրույցներ պիտի լինեն ինչպես օտարները սովորում են որևէ լեզու աշխարհի տարբեր լեզուներ այդպես էլ մենք երբ սկսենք
ոչ հայախոսներին սովորեցնել, չպետք է սկսենք, չէ, ամենագեղարվեստական կամ հրապարակախոսական բառերից, այլ առաջին անհրաժեշտության բառերը, կանգառը, չէ, օրինակ, փողոցը, աճը, ձախը, վերևը, ներքևը եւ այլն եւ այլն։ Սա մենք դեռ այդ գիտակցությանը չենք եկել, որովհետեւ ավանդույթը այդպես գալիս է։ Եվ այդ բառերը կամ մենք օգտագործում ենք, ընդհանրապես գործածում ենք կամ գավառական լեզվով, կամ հակառակը չէ, ռուսերենով կամ այլ լեզուներով։ Որովհետև մենք բնական հաղորդակցության ժամանակ այդ վերնաշապիկը կամ փողկապը, այս փողկապը, որ ձեր հաղորդմանը նոր եմ կապել, չգիտես ինչու եւ մեկը եւ մյուսը հայերեն չենք ասում։ Այո։ Ինչ մի բարդ բան կա այդտեղ, չէ՞, փողկապ եւ վերնաշապիկ։ Կամ շապիկը թեկուզ առանց վերնայի, որ ուրիշ տեսակ է։ Մենք այդ բառերը դպրոցում չենք սովորեցնում, սփյուռքում սովորեցնում են, գիտեք։ Առաջին այդ անհրաժեշտության բառերը սովորեցնում։ Եվ հետո դա մշակույթ է նաև ձևավորում, հաղորդակցման մշակույթ։ Ես հիշում եմ տարիներ շարունակ մեզանում մենք պայքարում էինք, որ այդ ցտեսություն բառը չեն ասում, ցտեսություն ձեզ, չէ, այդպես։ Տեսեք, շատ པարզ իրավիճակում մենք դեռ նոր այսպես փորձում ենք հասկանալ ինչպես բարևել, ինչպես այստեղ բարևի մասին էլ կա, հրաժեշտ տալու մասին էլ կա։ Այո։ Անհարմար զգալով նորից ասվում է, որ ց տեսություն մինչև նոր տեսություն առանց ձեզի, բայց այդ ձեզը եկել է բարև ձեզի ազդեցությամբ, այդ ձեզը։ Բայց 12 տարի դպրոց գնացածը, միայն հայերենի դասերը մի հաշվեք, ուսուցիչները կրթված մարդիկ են, պատմության ուսուցիչը կամ մաթեմատիկայի ուսուցիչը, նա էլ պիտի ասի ցտեսություն, բայց կարծես թե այդ բեռը միայն հայերենի ուսուցիչների վրա է դրված, այնինչ կրթված մարդիկ բոլորն էլ պիտի իմանան, որ ցտեսություն է եւ մի բան էլ կա, մի անգամ անդրադարձել եմ դրան։ Ղեկավարը իր աշխատողին դիտողություն է անում, ասում է առանց ձեզի չասես, դա անհարգալից է, այդպիսի բան գոյություն չունի, ցտեսություն, մինչև նոր տեսություն։ Աշխատողին ստիպում է, որ անպայման վերջում պոչից ձեզը կպցրու, որտեվ դա հարգալից է։ Հիմա այս ուղեցույցը նաև այդ մարդկանց համար է, պաշտոնյաների համար է, որոնց չի վայելում այդպիսի սխալներ անել, կամ ղեկավարի համար է, բոլորի համար է։ Մեկը կարող է ամբողջը գիտի, բայց մի բան կա, որ չգիտի, կամ որին չի անդրադարձել իր մտքում, հիմա այստեղ դրանք հավաքվել են, կրկնում եմ, հավաքվել են հասարակական պահանջով։ Այո։ Այդ նամակները, խնդրում ենք սրան անդրադառնալ, նրան անդրադառնալ եւ այլն։ Մի ուրիշ հասարակական պահանջել կա, որին երևի պիտի վաղ թե ուշ անդրադառնամ, խոսակցական, ժողովրդական բառերն են, առիթը ված չեմ թողնում ասելու, հանուն մեր նյարդերի գրքում եմ 1-2 զրույց դրան նվիրել եւ ուրիշներն էլ են այդ թեման բորբոք պահում, որ մի շրջանակի մեջ առեք, հայերենը մի շրջանակեք։ Օրինակ, զվարճալի դեպք է, մի անգամ դասի ժամանակ ասացի, երեխաները խնդում էին եւ իմ ուսանողներից մեկը Գևորգյան ճեմարանում ասաց, «Բարոն, դուք ասացիք խնդում են»։ Իսկ ինչ կար, անթույլատրելի էր, սխալ էր, հատկապես որ խինդը կա, խնդությունը կա, կենսախինդը կա, էլ չասեմ խնդուկ եւ այլն։ Ասաց, բայց դա գրական է արդյոք։ Հիմա նա ասենք չգիտի, այդ բառը ժողովրդական է, խոսակցական է, գրականի որ սանդղակում է, բարձր ոչ է, ցածր է, ինչ է, մաքուր հայերեն կազմություն է։ Այստեղ էլ դպրոցի մեղքը կա, որ մենք փակում ենք
պատնեշ ենք դնում հայերեն բնական, սովորական ընկալվող խոսակցական, այո։ Նաև խոսակցական, հասկանում ենք խոսակցական բառը մի ասեք ամենաբարձր ամբիոնից, չնայած լավ էլ ասում են արդեն։ Բայց դա հայերենն է։ Հայերենը եթե մենք սահմանափակենք, կլինի անկենթան, անհոտ, անբույր մի լեզու։ Խնդիրն այն է, որ մենք անընդհատ գալիս ենք մեր հին թեմաներին, որտեվ այդ մասին նույնիսկ Թումանյանն է խոսել, գրել։ Մենք խելքի չենք գալիս։ Այո։ Անդադար ասում ենք եւ կրկնում եմ ամեն անգամ ասելիս երբեմն նույն օրինակը, տպավորիչ օրինակներ են։ Երբ բերում եմ, ես ներքուստ անարմար եմ զգում, որ մեկը կարող է ասել այս մարդը այս մասին մի 5 տարի առաջ էր ասում, նույն երգն է երգում, բայց պիտի այնքան ասենք, մինչև դա հասարակական կարծիք ձևավորվի դրա շուրջ։ Թումանյանի էսի եւ էնի կռիվն է, այո։ Էսի էնի մասին էլ են խոսում, բա տեսեք նա խոսքի մեջ էս ասած։ Էհա, հիմա ես ասում եմ էհա։ Պիտի ասեի այո։ Չի կարող այդպես լինել։ Չէ, նույնիսկ այդտեղ շատ բան է ստեղծում, արհեստականություն է մտնում։ Դրա համար էլ այն մարդիկ, որոնք թորած հայերենով են խոսում, մեզ հոգնեցնում են։ Այդ հայերենը մեզ հոգնեցնում է։ Եվ վստահություն նաև չեն ներշնչում, ոչ միայն հոգնեցնում են, այլ երբ որ մարդը կյանքից կտրված մարդ է։ Կան չէ՞ այդպես հոգնեցուցիչ խոսողներ։ Կան, այո։ Որտեվ խառնել ենք արդեն ամեն տարածք իր ոճը ունի, չէ, իր առանձնահատկությունն է եւ մակրամոլությունն էլ չափ ունի։ Այո։ Տնային տնտեսուհիներ կան, որոնք հիվանդագին մակրասեր, մակրամոլ են։ Չէ, պետք չի։ Մարդը իր տանը, իր միջավայրում պիտի հանգիստ լինի։ Թող 10 գիրք այստեղ լինի, 5 գիրք այնտեղ լինի։ Լավ մի բան էլ գծված լինի աթոռի վրա, ինչ դա էլ հարմարավետության մասին է խոսում, որ դու այսպես վերցնես եւ այլն։ Նույնն էլ լեզուն է։ Շատ լավ, պարոն Գուրջինյան, ավարտենք մեր զրույցը, հաղորդումը ավարտվում է։ Ինձ համար եւ շատերի համար, ձեզ լսողների, գիտենք, որ այս գրքով չի սահմանափակվելու այսպես հայերենի հետ կապված մեր այսպես մոտեցումները եւ նախկինում էլ դուք բազմաթիվ գրքերի հեղինակ եք, հոդվածների, աշխատությունների, բայց ինչ են դրանք ի վերջո, ինչ հետք են թողնում, ընդհանրապես ինչ անդրադարձներ են ունենում, ոնց են աշխատում հասարակության հետ։ Գիտեք, այն որ նրանք դեր ունենում են, դա ակնհայտ է։ Եթե օրինակ դեր չունենային իմ հիշատակած կայքը 365 EM-ը չեր ասի եկեք շարունակենք, ես կարծում եի թե գործը փակում եմ այսպես եւ մենք առանց ամիս բաց թողնելու նոր շարք ենք սկսել հայերենը այբից մինչեւ K հիմա էլ բառակապակցություններին պիտի անդրադառնանք եւ կայքի հիմնադիր Հայկ Համբարձումյանը վկայում է դե իրենք վիճակագրությունը տեսնում են որ կայքի ամենաընթերցվող նյութերը լեզվին վերաբերող նյութերն են, մասնավորապես անամեստաբար պիտի ասեմ, իմ ինքն է ասում, եկել էր Բրյուսովի համալսարան շնորհանդեսին գրքի, կամ Բուն TV հեռուստաընկերությունը, Բուն հեռուստաընկերությունը, Գեմաֆին Գասպարյան, այս զրույցներից 25-ը վերացեց հաղորդման եւ դրանք տեղադրված են YouTube-ում։ Շատ լավ է։ Մեկը չի ուզում կարդալ, ուզում է դիտել կամ լսել։ Եվ այդ պահանջն է, որ հարկադրում է շարունակելու այս գործը, որովհետև մենք պիտի կարողանանք պատշաճ պահպանել եւ հաջորդ սերունդ զարգացնելով հաջորդ սերունդներին փոխանցել մեզ համար ամենաթանկ բանը
հայերենը, լեզուն։ Շնորհակալություն պարոն Գյուրջինյան, հաղորդումն ավարտվեց, ելի ռադիո լսող, իմ ձեռքում լեզվական դժվարությունները հաղթահարելու ուղեցույցն է, եթե դուք ուզում եք գրագետ, գրավոր եւ բանավոր հայերեն այսպես խոսել եւ գրել, անպայման այս գիրքը ունեցեք, գուցե ձեզ օգնի, ուղեցույց լինի ու էլեկտրոնային տարբերակով նույնպես կա։ Շնորհակալություն պարոն Գյուրջինյան, իմ հյուրն այսօր լեզվաբան Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն էր, զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն